Այսպես դուք դիտում եք Alpha News-ը եւ մենք տաղավարում հյուրընկալել ենք պատմական գիտությունների թեկնածու վերլուծաբան Ապրի Արմենիայի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանին։ Պարոն Մելքոնյան, բարի գալուստ, ուրախ ենք ձեզ տեսնել նորից մեր տաղավարում եւ առաջարկում եմ շարունակենք Ալիևի ու Էրդողանի թեմայով, ինչպես ավարտեց Հարթուրը։ Երկու օր առաջ հարցազրույց եք տվել լրագրողներին ու ձեր խոսքում նաև նշել եք, որ մեր տարածաշրջանում ու Հայաստանի դեմ էսկալացիայի ռիսկը եւ հնարավոր ագրեսիայի ռիսկը գնալով ավելի ու ավելի է ընդգծվում եւ ավելանում է այդ ռիսկը։ Հարցս անգամ էսկալացիային չի վերաբերում։ Այս պայմաններում հաշվի առնելով վերջին երկու շաբաթվա ընթացքում նաև ադրբեջանական կողմից մեղադրանքները կրակոցների մասին, հաշվի առնելով Բաքվի օկուպանտի հայտարարությունները, որ ամեն ելույթում, հատկապես Արցախի օկուպացված տարածքներ երբ մեկնում է, թշնամի բառը տասնյակներով կարելի է հաշվել մեր մասին, հաշվի առնելով տարբեր նրանց ծրագրերն ու պլանները ու հատկապես արևմտյան ադրբեջանցիներ կոչված այս պրոյեկտը, հարցս հետևյալն է. Նիկոլ Փաշինյանը հայաստանցիներին տանում է դեպի խաղաղության համաձայնագիր, պատրաստում է խաղաղության։ Ալիևը, Իլհամ Ալիևը պատրաստում է թշնամանքի։ Հայաստանի քաղաքացիները ճիշտ բանի են պատրաստվում։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Եթե թույլ տաք մի քիչ ուղեմ, Ալիևը չի պատրաստում թշնամանքի, ինքը շարունակում է թշնամանքը եւ այն ներքին քարոզարշավը, որը շարունակում է, ուղղված է ոչ միայն Հայաստանի պետականության դեմ, այլ նաև հայերի դեմ։ Օրինակ Հայաստանից կար նաև օրակարգ, որ Հայաստանը պատրաստ է գնել գազ Ադրբեջանից։ Մի կողմից տրամաբանական է հնչում, եթե Ադրբեջանը ուզում է դարձնել Հայաստանը իր ազդեցության գոտի, թող էներգետիկայի ոլորտից Հայաստանը լիովին կախված լինի Ադրբեջանից։ Եթե տենց լիներ, Ալիևը կհամաձայնվեր գազ մատակարարել Հայաստանին։ Բայց Ալիևի նպատակը չի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ այլն։ Ալիևի նպատակը ընդհանրապես հայաթափել տարածաշրջանը։ Ստեղծել այդպիսի պայմաններ, որ հայեր ընդհանրապես այստեղ չլինեն։ Ոնց դա արեցին Բաքվում, Սումգայիթում, Արցախում եւ այլն։ Հետևաբար վերադառնալով ձեր հարցին, արդյոք մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, խնդիրը նա է, որ մեզ տանում են այդ ճանապարհով, եւ ոչ թե Հայաստանն է տանում, այլ Ադրբեջանն է տանում։ Իսկ Հայաստանը իր քայլերով ցույց է տալիս, որ փաստացի այս օրակարգին սատարում է, որովհետև այսօր նույնիսկ Հայաստանի պաշտոնյաներ հայտարարեցին, որ մոտավորապես մի քանի հարյուրավոր քարտեզներ են փոխանցել ադրբեջանցիներին, ականների քարտեզներ, եւ անդադար փորձում են վստահեցնել, որ սրանք 100%-ով ճիշտ քարտեզներ են, որպեսզի ադրբեջանցիների կողմից վստահություն լինի։ Բայց ոչ մի բան դրան դիմաց Հայաստանը չստացավ։ Հետևաբար այս միակողմանի զիջումների ռազմավարություն, այսպես կոչված, որ քարտեզները հանձնենք Արցախը, հանձնենք Տավուշի մի մասը, հանձնենք, ու ի վերջո սա կբերի խաղաղության, տեսնում ենք, որ այս ռազմավարությունը չի հաջողվում։ Ընդհակառակ դու թշնամուն ավելի մոտիկացրիր քո դրան մոտ։ Հայաստանի քաղաքացիները գիտեն դրա մասին, թե անընդհատ խաղաղության համաձայնագիր ասելով բթացնում են այդ ռիսկի ու վտանգի զգացողությունը։ Որպեսզի պատասխանենք այս հարցին, ես միայն կարող եմ հղում անել սոցիալական հարցումներին, որոնք տեղ են ունեցել, եւ բոլորը գետնի վրա են ապրում։ Կա մարդ, որը Երևանի կենտրոնից դուրս չի գնում ու իր համար, ասենք թե Սարյանից եւ մինչեւ Հյուսիսային փողոտա խաղաղություն է տիրում։ Բայց մենք տեսնում ենք սոցհարցումներին top 3 պատասխանները, թե ինչ է հայ ժողովրդին անհանգստացնում, բոլոր կախված են անվտանգության հետ։ Սահմանները, տարածքային ամբողջականությունը, բանակը, պոտենցիալ հարձակումը, սա են հիմնական 3 պատասխանը։ Դա նշանակում է ժողովուրդը շատ լավ հասկանում է եւ ըստ ինձ այս վերջի արդյունքները, որոնք Գյումրում տեղ ունեցան, դա վկայություն է, որ նախ եւ առաջ ժողովուրդին չի հետաքրքրում աշխարհաքաղաքական վեկտորը, գնանք դեպի արևմուտք, դեպի Ռուսաստան եւ այլն։ Ժողովուրդը չի ընդունում այդ օրակարգը, որը այս վերջի տարիներ շարունակա, եւ ժողովուրդը առաջին հերթին հետաքրքրված է իրանց ներքին խնդիրներով, այլ ոչ թե ինչ-որ մեծ աշխարհաքաղաքական։ Ալիևի էներգետիկ քաղաքականության մասին եմ ուզում հարցնել։ Այսօր հերթական մեծ էներգետիկ համաժողովներ կազմակերպել Բաքվում ու բառացիորեն 2 ժամ առաջ ուղիղ եթերում հայտարարեց, որ բացի այն երկրներից եվրոպական, որ գազ են ստանում արդեն Ադրբեջանից, պատրաստվում է ընդլայնել այդ եվրոպական երկրների աշխարհագրությունը, որոնք ադրբեջանական գազ են ստանում։
փաստացի Եվրոպան էներգետիկ կախվածության մեջ է ընկնում Ադրբեջանից։ Սրան զուգահեռ Հայաստանում տարբեր պետական գործընթացներով Եվրամիության անդամակցության այս օրինագիծն է օրակարգ բերվում, նպատակը այս կողմ այն կողմ, մի քիչ ներքաղաքական է, մի քիչ արտաքին քաղաքական է, հերթական մարդկանց բթացնելուն ուղղված գործողություն եք համարում, թե կամ կհամաձայնեք ընդհանրապես ինձ հետ, որ Ալիևը իր վերահսկողության տակ է վերցնում կամ էներգետիկ կախվածության տակ է վերցնում Եվրոպան ու Եվրամիությունը այս քաղաքականությամբ, ուր որքանով է նպատակահարմար այդ կողմ նայելը։ Անկեղծած Ալիևը բավական հնարավորություն չունի, որ Եմեն կախվածություն ունենա Իրանից, որովհետև գազի պաշարները, որոնք կան Ադրբեջանում, գնալով նվազում են։ Եվ մենք տեսնում ենք, ինչպես արդեն բավականի ունակություն չկա լցնել նույնիսկ այն տրուբեն, որը գնում է Վրաստանի տարածքով։ Հետևաբար կա շատ մեծ կարիք ներգրավել Ղազախստանին եւ Թուրքմենստանին։ Եվ այդ դեպքում այո, Ադրբեջանը դառնում է առանցքային տրանզիտային խաղացողներից մեկը ԵՄ էներգետիկ անվտանգության համար։ Իսկ ինչ է վերաբերում, նկատում եմ, այստեղ կա Ադրբեջան-ԵՄ շատ լուրջ, ասում են tangible, որ կարող է շոշափել եւ կարեւոր բովանդակություն երկկողմանի օրակարգում։ Հայաստան-ԵՄ հարաբերություններում այսպիսի լուրջ ռազմավարական մակարդակի շոշափելի հարցեր չկա։ Առավել եւս ձեր կողմից նշած սորենքը, որ ընդունվել է, ինքը վտանգավոր է երկու կողմից։ Առաջինը ԵՄ-ում հարց են տալիս, ինչու է Հայաստանը դա անում, որովհետև ԵՄ-ն ընդհանրապես պատրաստ չի Հայաստանին ընդունել իր շարքեր, եւ այս օրենքով Իրան sense կարծիք կա, որ Հայաստանը պատրաստ չի դառնալ ԵՄ-ի անդամ, որովհետև կա շատ པարզ գործընթաց։ Հայաստանը այդ գործընթացով չի գնում։ Միևնույն ժամանակ ընդունում է օրենք, նշանակում է Հայաստանում ինստրումենտալիզացնում են ԵՄ-ի օրակարգը իրանց շահերի համար։ Եվ սա շատ մեծ խնդիր կարաբերի Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Նիկոլ Փաշինյանը միատել ստորագրի միակողմանը, որ Հայաստանը մտել է Եվրոպական միություն։ Հայաստանը կարող է ստորագրի, որ Հայաստանը մտել է ՆԱՏՕ կամ BRICS։ Դրանով ոչ մի բան չի փոխվում։ Եվ երկրորդ հարցը, որ դու այս ճանապարհում ոչ մի բան չես ստանում, բայց զուգահեռ դու ստանում ես մեծ խնդիրներ, օրինակ Ռուսաստանի կողմից։ Հիմա կարող ենք ասենք Ռուսաստանի դիրքերը նվազել են Ուկրաինայից հետո եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի համար հարավային Կովկասը այն նշանակությունը չունի։ Հետևաբար միակողմանի ԵՄ առանց ԱՄՆ-ի աջակցության ոչ մի բան ստեղ չի կարող անել։ Հետևաբար մենք մնում ենք իրեկատ պատմական աշխարհագրությունն է, որ Հայաստանը միշտ փորձում էր անտեսել, մենք մնում ենք 3 երկրների մեջ՝ Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը։ Այն դեպքում, եթե Ռուսաստանի ֆակտորը աճի տարածաշրջանում, իսկ մենք այս fake ճանապարհն ենք ընտրում, իրականում ինքը fake-ա, որովհետեւ ինքը ոչ միտեղ չի բերում։ Այստեղ արդեն մենք կարող ենք խնդիրներ ունենալ։ Պարոն Մելքոնյան, վերջերս կարծեմ այդ նույն միջոցառման ընթացքում դուք ասացիք, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Հայաստանը դուրս կգա հապկից։ Եվ դա ոչ միանշանակ արձագանք տեղ ունեցավ, առնվազն կոմենտների մեջ որոշակի տարբեր տեղեր տեսա, դուրս կգանք, ուր կգնանք։ Ոչ մի տեղ։ Հայաստանը այս քայլերով դառնում է Թուրքիայի ազդեցության գոտի։ Թուրքիան պատմությունը ցույց է տալիս, որ գործում է Ռուսաստանի եւ Իրանի ներկայության դեմ տարածաշրջանում։ Հայաստանը դիմելու է հապկին նոր դուրս գա, թե հենց հարձակվեն, հապկից արձագանք չլինի, միանգամից դուրս կգա։ Այդ արդեն թվում է տեխնիկական հարց է։ Հայաստանը կարող է ասել, մենք սպասում ենք օգնություն, եւ ինչու եմ ասում տեխնիկական։ Հապկից կարող են ասել, որ այո, խնդիր կա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարձակվել են եւ այլն։ Հայաստանը դիմի օգնության եւ չստանա այն օգնությունը, որը Հայաստանը ակնկալում էր, ու ասի ես այն ինչ որ ակնկալում եմ ձեզանից չստացա, հետեւաբար ես դուրս եմ գալիս։ Եվ այստեղ արդեն լեգիտիմության հարց կլինի, որ արդեն լեգիտիմ է այս որոշումը։ Ուրիշ кейս կլինի, թե Հայաստանը հիմա միակողմանի որոշի դուրս գա առանց որևէ բան, պատճառաբանության։ Մյուս հարցը, տեսեք, պատերազմական վտանգ կա նաև Իրան, ԱՄՆ, Իսրայել, հա, այս Եվրանկյունից այս մի քիչ հեռավոր ձգված։ Հայաստանի համար իմ կարծիքով ամենամեծ վտանգը դա փախստականներն են, որոնք գալու են Հայաստան, եթե հանկարծակի հարված լինի։ Ինչքանով եք իրատեսական համարում ամեն դեպքում, որ Թրամփը կդիմի ռազմական ազդեցության, թե դա հերթական Թրամփի այդ դիլեր բիզնեսմեն իրավիճակն է, որ բարձրացնում է խաղադրույքները, բայց ոչ մի բան չի անի։
Մենք ունենք երկու հատ տարբեր խմբի ինդիկատորներ։ Մեկ ինդիկատորները խոսում են դրա մասին, որ հավանականությունը աճում է, օրինակ Կարլ Վինսեն այս ավիակիրը, որը գնում է դեպի մերձավոր արևելք, որը կավելացնի մոտավորապես 60-ից 70 ինքնաթիռ այնտեղ կա։ Այդ 2 ամսով վերջնագիրը նաև։ Հիմա երկրորդը Միացյալ Նահանգների, ասեմ, ակտիվ ռետորաբանությունը Իրանի դեմ, որը համ ներքին համ արտաքին լսարանին համարը, եւ Նետանյահուի պլանավորված այցը Միացյալ Նահանգներ։ Ըստ ինձ Նետանյահուն ունի բացի երկկողմանի հարաբերություններից այն տարիֆները, որ Միացյալ Նահանգները կիրառեցին, որտեղ հիշացնեմ, Իսրայելի կառավարությունը որոշել էր զորայացնել ընդհանուր տարիֆները Միացյալ Նահանգների ապրանքների համար, ակնկալելով, որ նույն բանը Տրամպը կանի, բայց Տրամպը բոլորին տարիֆի վրա դրեց, նույնիսկ Իսրայելին։ Այս երկու կողմանի հարաբերությունների խնդիրը, բայց Նետանյահուն ունի 3 հատ հարցորակարգում՝ Գազան, Սիրիան եւ Իրանը։ Գազայում նոր լայնածավալ հարձակում է տեղ ունեցել եւ Նետանյահուն ուզում է իրականացնել իրանց էթնիկ զտման պլանը։ Սիրիայում շատ մեծ խնդիր է թուրքական ապագա ռազմական ներկայությունը։ Ես դրա մասին մանրամասն կհարցնեմ ձեզ։ Եվ Իրանը հիմնական այս ուժը, որը փորձում է առաջ մղել նորակարգը, որ միայն ռազմական ճանապարհով կարող լուծենք Իրանի հարցը, Իսրայելն է։ Ես չեմ տեսնում, որ օրինակ Տրամպը այդպիսի շահագրգռված լիներ, իդեպ այսօր հայտարարություն տեղ ունեցավ, որ այո, անուղղակի բանակցություններ Իրանի հետ շարունակվում են։ Դա նշանակում է, որ ի վերջո իրինքը ընդունում է, որ իրանական կողմը կառուցողական է։ Եթե կառուցողական չլիներ, կարող ընդհանրապես հրաժարվել բանակցություններից եւ ոնց ճիշտ նշեցիք, այս ստավքեքը բարձրացներ։ Ես անցնեմ Թուրքիա-Իսրայելին, եթե Տիգրանը դեմ չի եւ այս Հայկն դեմ չի, հա։ Ճիշտ է, Հայկը դեմ է, Հայկը սպասում է հարցի իր հերթին, լավ, դիճենք Հայկին, հետո միանանք Մոսկվա։ Հայկ։ Ողջունում եմ Սերգեյին։ Տիգրանը այսօր հիշացեց այս վերջին միջոցառումը, ուշադիր հետևում էի քո ելույթը, շատ հետաքրքիր, բայց մի բան վրա կուզենամ ուշադրություն դարձնել, քո կարծիքն է հետաքրքիր, Սերգեյ ջան։ Տես, դու այնտեղ ասեցիր, որ այս Եվրամիության օրինագիծը որ կա, որևէ կոնկրետ իրենից բան չի ներկայացնում, դա ընդհանրապես միայն ներքաղաքական այդպես խնդիրներ լուծելու համար է։ Եթե չեմ սխալվում, այդպիսի միտք էր քո մոտ այդ օրը։ Բայց այստեղ հարց է ծագում, բոլորին համար հասկանալի է, թե Մոսկվայում ինչ բացասական ռեակցիա լինելու այս որոշմանը, որովհետև եկեք ընդունենք, էլի, հայտարարությունը, որ մենք կոնկրետ քայլեր չենք անում, բայց դա ուղերձ է, որ ուզում ենք ԵՄ-ի հետ լինել, նշանակում է, որ միևնույն ժամանակ ուղերձ է, որ մենք չենք ուզում Ռուսաստանի հետ լինենք եւ չենք ուզում ԵԱՏՄ-ի հետ լինենք, բայց ժամանակավորապես ստիպված լինելու ենք։ Հիմա քո կարծիքն է տակի, այսպիսի դեմոնստրացիոն քայլերի, հայտարարությունների ինչու է գնում այդ ժամանակ Հայաստանի իշխանությունը, շատ լավ հասկանալով, թե դա ինչ արձագանք է ստանալու Մոսկվայում եւ միևնույն ժամանակ, որ ԵՄ ռեալ որևէ միանալու կամ ավելի սերտ համագործակցություն սկսելու հնարավորություն չկա։ Բարի երեկո, հա, շատ կարևոր ինձ թվում է հարցը։ Հաշվի առնելով, որ այս բոլոր հարցումները իշխող կուսակցության աջակցությունը եւ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը նվազում են եւ Գյումրի եւ Փարակարի ընտրությունները դրան վկա են, երկրորդը կարիք կա պահել ինչ որ մի ձևաչափով իշխանությունը հիմնվելով այսպես ասենք պրոարևմտյան թևի վրա, ինչպես դա Երևանում հաջողվեցին, փաստացի Երևանում իշխանությունը հաստատեցին միայն այս բլոկ կազմելով եւ պատրաստելով հաջորդ ընտրություններին 26 թվին, այդ կարիքը կա։ Նախ եւ առաջ փաթեթավորել ըստ ինձ այս դեպի Թուրքիա օրակարգը պրոարևմտյան փաթեթով եւ երկրորդը աջակցել պոտենցիալ դաշնակիցներին, ում հետ կարող են հիմնել կոալիցիա եւ պահել իրենց իշխանությունը։ Ինչու եմ ասում շեղվել դեպի Թուրքիա, որովհետեւ շատ կարևոր է ուշադրություն դարձնել այս դեպքում ներքին դիսկուրսներին։ Հայաստանում ներքին դիսկուրսները պրո-եվրոպական չեն, իրանք ավելի շատ պրո-թուրքական են։ Երբ որ մենք խոսում ենք ինչպես դպրոցում ծրագրերն են փոփոխում, ինչպես որտեգրում են պետական մակարդակում պահանջները,
հրաժարվում ենք ցեղասպանության ճանաչելից եւ այլն։ Սա որով է ուղղակի կապ չունի ԵՄ-ի հետ։ Սա ուղիղ կապ ունի Թուրքիայի հետ։ Հետևաբար, եթե մենք ներքին կոնտեքստն ենք նայում, ինքը ավելի շատ կապ ունի Թուրքիայի հետ։ Եվ բացատրը ժողովրդին, որ մենք պիտի թուրքերի հետ ավելի լավ լինենք, մտերիմ լինենք եւ այլն, ժողովուրդը կմերժի։ Բոլոր հարցումները կան։ Բայց եթե դու ասում ես, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, եւ Թուրքիան է դեպի Եվրոպա ճանապարհներից մեկն է, որովհետեւ Վրաստանի հետ Եվրոպան խնդիրներ ունի եւ այլն, դա կարող է ավելի ընդունել եւ հարմար լինի ժողովրդի համար։ Վրացիներն են պատմում, որ մոտավորապես տենց էլ իրենց են խաբել, որ ասեն գնում եք դեպի Եվրոպան, բայց թուրքական կապիտալը մտավ երկիր ու համարը թե ամբողջովին վերցրեց իր վերահսկողության տակ։ Նույն ճանապարհով փաստացի Հայաստանն է գնում, խնդիրը նա է, որ մենք բավականին թվում ժամանակ չունենք, որ հասկանանք, որ գնացինք սխալ ճանապարհով։ Հայկը նորից եթերի իրավունք է խնդրում, միանանք Մոսկվա։ Սերգեյ, տես, այդ թեզը ես ընդունում եմ, հասկանում եմ, որ առաջ է տարվում, որ դա փորձում են վաճառել ներքաղաքական խնդիրներ, բայց այստեղ ուրիշ վտանգ կա, որ արտաքին քաղաքականության մեջ կարող են այնպիսի խնդիրներ լինեն, որ դա ավելի դժվարացնի ներկայիս իշխանության վիճակը, Ռուսաստանի պատասխան գործողությունը, ավելին։ Ես օրինակ հետևում եմ Գյումրի ընտրությունները, եթե դու ուշադրություն դարձել ես, թե իշխանական լրատվամիջոցները, տելեգրամյան ալիքները, նույնիսկ պաշտոնյաները, թե արմատամետ այդ իրենց կապված թևը, այն թեզն են տանում, որ Վարդան Ղուկասյանի հաղթանակը դա փաստացի ռուսամետ ուժերի հաղթանակն է եւ ապշած էին դժգոհ են, որ փաստորեն Հայաստանում ռուսամետ գաղափարները ավելի ուժեղ են, քան արևմտամետ։ Հիմա այս ֆոնին այս գիծ առաջ տանելը դա միայն ներքական խնդիր է, թե որոշակի պարտավորություններ արտաքին խաղացողների առջև շատ լավ հասկանալով, որ դա նույնիսկ կարող է լուրջ խնդիրներ ներսում բերել, բայց ստիպված են անել։ Չեմ մտածում, որ իրանք ստիպված են դա անել եւ չեմ մտածում, որ իրանք մտահոգված են, թե ինչպես կոշտ արձագանք կլինի Ռուսաստանի կողմից, այլ դեպքում իրանք մի քիչ ուրիշ մոտեցում կունենային Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Տեսեք, Հայաստանը չէր մտածում, երբ որ ստորագրում էր օրինակ Պրահայում հռչակագիրը, որով ճանաչեց Արցախ Ադրբեջանի կազմում, որը պարզեր ուղղված էր համ հայերի դեմ, համ Արցախի դեմ, համ էլ ռուսների դեմ, որովհետև շատ պարզ է, եթե չկան հայեր Արցախում, հետևաբար որևէ Ռուսաստանի ներկայություն չի կարող լինի։ Այս դեպքում, այո, մենք տարբեր մեսեջներ ստացել ենք, թե ինչպիսի արձագանք Ռուսաստանից կարա տեղ ունենա, բայց այն դեպքում, եթե իրանք կարողանան չակերտներով ձգեն մինչև 26 թիվ եւ որով է լուրջ պատժամիջոց չլինի, որը կհարվածի տնտեսության ու որը դժվար կլինի հետո բացատրել ժողովրդին, որ մենք շատ վատ տնտեսական տվյալներով եկանք այս ընտրությունների, բայց դուք պիտի մեզ վերաընտրեք, եթե կարողանան ձգեն այս մոտավորապես 1 տարի, իսկ տեսնում ենք, որ իրանց մոտ դեռ դա ստացվում է։ Իրանք շարունակեն խաղարկել այս տարբեր սիրուն փաթեթները դեպի արևմուտք։ Ուզես Ռուսաստանն արձագանքելու ինչ որ ձևի ամեն դեպքում։ Ինչի՞։ Վերականգնելու իր դիրքերը տարածաշրջանում։ Թե ոնց որ թե Վրաստանի հետ ավելի հեշտ հարց է։ Չէ, խնդիրը նա է, որ Վրաստանի հետ որևէ առաջընթաց չկա, չենք տեսնում որևէ առաջընթաց։ Ադրբեջանի հետ կան դեր խնդիրները, եւ այդ ինչպես տեսնում եք, վստահությունը ինչ որ մի չափով կոտրվել է։ Կոտրվել է սկանդալից հետո։ Այո։ Եվ Հայաստանի հետ հարաբերությունները դեռ չեն աճում, բայց հեռախոսազանգների քանակը, օրինակ շատ խելոք քայլեր, երբ որ Փաշինյանը զանգարեց Պուտինին, երբ որ վերջացրեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը, ցույց տալով որպես ես քո դաշնակից, քեզ տեղյակ եմ պահում, իսկ Ալիևը դա չարեց։ Իսկ Մոսկվա վերեց լիզա։ Ասեմ, իրանք մենք շատ տարիքով ազգ ենք, բայց մեր հիշողությունը շատ կարճ է։ Ռուսների դեպքում ինձ թվում է հակառակը, իրանք այդքան էլ տարիքով ազգ չեն, բայց շատ երկար հիշողություն ունեն, որովհետև երբ որ մենք իրանց հետ խոսում ենք, իրանք շատ լավ հիշում են, թե ով ինչ էր արել։ Չեմ ասում, որ sense ինչ որ ցուցակ են գրում, բայց համ Ալիևի բոլոր քայլերը, համ Հայաստանի բոլոր քայլերը ամեն ինչ հիշվում է։ Հիմա կախված է դրանից, թե ինչ մոտեցում
կորտեգրի Պուտինը, երբ որ արդեն ուժային բալանսը տարածաշրջանում փոխվի։ Արդյոք կընդունի այս ռևերանսները Հայաստանի կողմից, ագնի ղեկավարի միջև հեռախոսազանգ, ագնի տեղակալի այց, այլ պաշտոնյաների մեջ համագործակցություն Հայաստանի կողմից պատվիրակությունների այց դեպի Մոսկվա, թե կփորձեն վերհիշեն ինչպես դժվար ժամանակներին, ինչպես քաղաքականություններ վարում Հայաստանը։ Եվ ես նորից Իսրայել-Թուրքիան թողնեմ հիմա րոպեներ անց, մինչև այդ ձեր վերջին հարցազրույցներից մեկում դարձյալ լրագրողների հետ ճեպազրույցում նշել եք, որ Միացյալ Նահանգների կարողությունները տարածաշրջանում այս պահին բավարար չեն Իրանի վրա Իրանի դեմ պատերազմական գործողությունների համար, նկատի ունենալով, որ Իսրայելը զբաղված է Պաղեստինում եւ այլն եւ այլն։ Հաշվի առնելով ձեր այս խոսքը, որքանով եք իրատեսական համարում, որ կօգտագործվի Ադրբեջանը որպես պլացդարմ Իրանի դեմ հնարավոր գործողություններում ու ինչու ոչ նաև Թուրքիան ի վերջո Միացյալ Նահանգների դաշնակիցն է ՆԱՏՕ-ում, ի վերջո տեսնում ենք, որ հիմա Էրդողանին շատ պետք է Միացյալ Նահանգների աջակցությունը եւ դաշնակցությունը հաշվի առնելով ներքաղաքական ինտրիգները ու այն, որ քեմալականները ամեն դեպքում ունեն հարաբերություններ Վաշինգտոնում, իսկ Էրդողանը լարել էր, հիմա լավ կլինի, եթե ինչ որ լեզու գտնեն Թրամփի հետ։ Որքանով եք իրատեսական համարում, հաշվի առնելով իհարկե նաև այն լարվածությունը, որը ավելի նկատելի է վերջին շրջանում Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան նաև ի վերջո հարաբերություններում, որ այս երկու երկրները հատկապես հիմնականում Ադրբեջանը կօգտագործի որպես պլացդարմ Իրանի դեմ, եւ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Ադրբեջանի համար։ Իտալիան ուզում է դարձնել Ադրբեջանը կամիկաձե երկիր, ապա հա կտրամադրի իր տարածքը, որտեղից իսրայելական ինքնաթիռերը եւ ԱՏՍ-ները կհարվածեն Իրանին։ Բայց ինձ թվում է, որ այո, հետախուզական նպատակներով Ալիևը պատրաստ կլինի տրամադրել Իսրայելին իր երկրի տարածքը, բայց ուղղակի հարձակվելու համար դժվար եմ դա պատկերացնում։ Նույնը Թուրքիայի դեպքում։ Ես չեմ տեսնում, որ Թուրքիան բավականի պատրաստ լինի քաղաքական կամքի եւ ունակության մասին է խոսքը վարել պատերազմ Իրանի դեմ։ Նույնիսկ եթե ինչ որ լարված իրավիճակ լինի Ադրբեջան-Իրանի դեմ, ես չեմ մտածում, որ Թուրքիան հիմնվելով Շուշի հռչակագրի վրա կմիջամտի եւ կբացի նոր ճակատ Իրանի դեմ։ Ինչ է վերաբերվում Միացյալ Նահանգների ունակությանը, ես նկատի ունեմ, եթե դրած է քաղաքական նպատակ ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը։ Ըստ նույնիսկ ամերիկացիների հաշվարկներով B2 ինքնաթիռների թռիչքների քանակը պիտի լինի մոտավորապես 14000, որpիսի իրանք կարողանան ոչնչացնել միջուկային ենթակառուցվածքը Իրանի։ Եվ բավականի չէ այդ ուժը։ Երկրորդը շատ կարևոր է չեզոք դիրքորոշում արաբական երկրներից կամ կանաչ լույս իրենց կողմից։ Բայց մենք տեսնում ենք, որ արաբական երկրները հայտարարեցին, որ իրանք շահագրգռված չեն այս սցենարում։ Երրորդը Միացյալ Նահանգները պիտի կարողանան ապահովել անվտանգությունը իրանց զինվորներին, որոնք գտնվում են Մերձավոր Արևելքում։ Այլ դեպքում իրանք համար մեկ թիրախ կդառնան։ Իսկ ԱՄՆ-ի զինված ուժերի ծառայողների քանակը Մերձավոր Արևելքում մոտավորապես 40000-ից ավել է դառնում։ Ես վստահ չեմ, որ Տրամփը պատրաստ է զոհաբերել նույնիսկ մի քանի հազար, որպեսզի Նետանյահուի համար լուծել Իրանի խնդիրը։ Նկատում եմ, այստեղ դժվար է խոսել դրա մասին, որ արդեն ուժային բալանսը այդքան կտրուկ է փոխվել, որ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ կարողանան 1 կամ 2 օրվա ընթացքում այս հարցը լուծել։ Դեռ 2-3 տարի առաջ Էրդողանը ակնարկում էր, որ Իսրայելը աչք ունի դրած Թուրքիայի տարածքի վրա։ Բառացիորեն 3 ամիս առաջ ես ստուգել եմ նորից, 3 ամիս առաջ Էրդողանը մեջլիսում հերթական հայտարարություններ արել, որ Իսրայելը աչք ունի Թուրքիայի տարածքի վրա ու Լիբանանից, Պաղեստինից հետո հաջորդը Թուրքիայի տարածքն է, որը հայտնվելու է Իսրայելի ուշադրության կենտրոնում։ Մեկ շաբաթ առաջ Էրդողանը նորից մահ Իսրայելին, սիոնիստական ռեժիմին նման հայտարարություն արեց, ինչին Իսրայելից նորից կոշտ տոնով իհարկե անպատասխան չթողեցին, արձագանքեցին, նշելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է տեսնեն, թե ինչքան վտանգավոր է Թուրքիան ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային հանրության համար, ինչքան վտանգավոր է Էրդողանը, եւ պետք է փորձեն հրաժեշտ տալ, այսպես ասենք, Էրդողանին, Իսրայելի արտաքին գործերի նախարարի հայտարարություններ սա։
Մենք գիտենք նաև, որ Թուրքիան եւ Իսրայելը իրար կապող բազմաթիվ օղակներ ունեն, փոխադարձ շահեր, ու նաև երկուսն էլ Միացյալ Նահանգների դաշնակիցներն են։ Ի վերջո, ինչ է կատարվում այս երկուսի հարաբերություններում։ Հնարավոր է Իսրայել-Թուրքիա պատերազմ ուղիղ բախում։ Անգամ ադրբեջանական հեռուստաալիքները քննարկում էին, թե ով կհաղթի նման պատերազմում, բանակներն էին իրար հետ համեմատում։ Սկսենք նրանից, հնարավոր է պատերազմ այս երկուսի միջև։ Բացի Միացյալ Նահանգներից կա մի հատ երկիր, որը երկուսի համար ռազմավարական դաշնակիցն է, դա Ադրբեջանն է, այո։ Ես չեմ պատկերացնում առնվազն այսօր ուղղակի երկու բանակների միջև պատերազմ, որովհետև այդ երկու բանակների միջև սահմանը մոտավորապես 600 կիլոմետր է։ Ուրեմն պատերազմ պիտի լինի անուղղակի Սիրիայի տարածքում, որպեսզի թույլ չտալ Թուրքիային հնարավորություն օգտագործել ռազմական ենթակառուցվածքը Սիրիայի տարածքում, որպես պլացդարմ Իսրայելի դեմ կամ այլ երկրների դեմ, Իսրայելը փորձում է առանց որևէ հայտարարություններ իսկապես դեմիլիտարիզացնի Սիրիան, դրա օրինակ Տիաս կամ T4 ռազմաբազան, որի միջև այդ օգտվում էին իրանցիք եւ Վագները եւ այլ խմբավորումները, ոչնչացնում էր Իսրայելը վերջի օրերի ընթացքում եւ այլ աերոդրոմները եւ այլն։ Հիմա Թուրքիայում շատ ակտիվ քննարկում են ինչպես կարող են բերել Սիրիայի տարածք թուրքական արտադրանքի տարբեր հոբ համակարգեր։ Նույնիսկ քննարկում են ինչպես կարող են բերեն S400 հոբ համակարգը, որպեսզի թույլ չտան Իսրայելին, ասենց իրան ազատ զգա Սիրիայի տարածքում։ Այն դեպքում, եթե Իսրայելը հարվածի այս հոբ համակարգերին, որտեղ կգտնվեն թուրքական զինված ուժերը, սա կարող է լինել ինչ որ տրիգեր փոխանակվեն Սիրիայի տարածքից մեկը մյուսին հրթիռներով։ Բայց կարող է նույնիսկ այդ համակարգերից օգտվեն այսպես կոչված նոր սիրիական բանակը, որը դեռ միջ այսօր չի ստեղծվել։ Նկատում եմ, ես չեմ պատկերացնում ուղիղ պատերազմ առնվազն այսօր։ Սիրիայի տարածքից ինչ որ անուղղակի հարվածներ, այո, դա հնարավոր է։ Կարող է քրդերին օգտագործեն։ Իսրայելը չի ուզում թողել իրենց կարևոր դաշնակիցների քրդերին, բայց հաշվի առնելով, որ քրդերը ի վերջո ստորագրեցին պայմանագիր նորահաբեկչական ղեկավարության հետ։ Դե ամենակարևորը YPG-ն չի ստորագրել։ Այո, բայց իրանք ունեն ներկայություն այս արևելյան Սիրիայի մասում, որտեղ կան իդեպ Միացյալ Նահանգների ներկայությունը։ Խնդիրը իմ համար մեծ հարց է, արդյոք Իսրայելը կարող է պահել իր ներկայությունը Սիրիայում Իրաքում, այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները որոշեն նվազեցնել իրենց ներկայությունը եւ դուրս գան։ Իսկ թվում է այս հարցերը շատ փոխկապակցված են։ Հայաստանը հումանիտար բեռ ուղարկեց Սիրիա ու դրա համար Թուրքիան 10 օրով բացեց սահմանը, ընդամենը 10 օրով։ Ինչու ընդամենը 10 օրով ու սա արդյոք այն շատ դրական ու կարևոր ձեռքբերումն էր, ինչը փորձում են ներկայացնել մեզ բոլորիս։ Ես ուզում եմ մի հատ կարևոր դրվագ հիշեցնել, որ Հայաստանը կարողացավ բացել Թուրքիայից սահմանը, որը փակ էր 30 տարի, որպեսզի ուղարկել հումանիտար օգնություն Թուրքիա երկրաշարժի ժամանակ։ Միևնույն ժամանակ Հայաստանը չկարողացավ բացել Լաչինի միջանցքը ու ուղարկել մեր Արցախահայությանը օգնությունը, երբ որ բլոկադայում են գտնվում։ Այսօրվա Հայաստանի համար շատ կարևոր է ֆիքսել մոդալությունը հայ-թուրքական սահմանի, որ ինքը կարող է բացվել։ Բայց պարզ է, որ Թուրքիայի կողմից ոչ մեկ պատրաստ չի բացել, մինչև Հայաստանը չբավարարի բոլոր Ալիևի պահանջները, որոնք հասնում են մինչև այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Աստի արևմտյան Ադրբեջան նշեցի ձեր հարցերից մեկը պոտենցիալ փախստականների, եթե իրանք տեղի ունենան դեպքում, եթե հարվածեն Իրանին, իրանք կգան արևելյան Ադրբեջանից, որտեղ մոտավորապես բնակչությունը 4 միլիոնից մի քիչ ավել է։ Բայց ես չեմ պատկերացնում, որ այդպիսի դժվար իրավիճակ լինի, որովհետև կա երկու սցենար, ինչու մենք կարող կունենք փախստականը։ Առաջինը, եթե լինի լայնածավալոտային հարձակում, որը կբերի նրան, որ այսպես կոչենք ռեժիմը տապալվի եւ քաոս լինի, այո, եւ երկրորդը այն դեպքում, եթե սկսեն դեզինտեգրացիոն գործընթացներ, փորձեն օգտագործեն ադրբեջանական, բելուջական եւ այլ փոքրամասնություններին որպես միջոց պարակտել Իրանը մի քանի մասերի։ Այո, այդ դեպքում մենք շատ դժվար իրավիճակում գտնվենք։ Միանանք Լոս Անջելես, նաև Արթուրից հարց։
Ողջունում եմ, պարոն Մելքոնյան, հարցը Իրանին է դարձյալ վերաբերում, ինչպես արդեն նշեցիք, Թրամփը նամակ է ուղղել Իրանի ղեկավարությանը եւ 2 ամիս ժամանակ տվել, որպեսզի նստեն բանակցությունների շուրջ, ուղիղ բանակցությունների, բայց կարծես թե իրանական կողմից մերժվում է։ Եվ նրանք ասում են, որ բանակցությունները պետք է լինեն միջնորդորված։ Ուղղակի չեմ հասկանում տրամաբանությունը, ինչու է Իրանը խուսափում ուղիղ շփումներից, ըստ ձեզ։ Իրանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. մինչև Միացյալ Նահանգները կիրառում են մաքսիմալ ճնշում ռազմավարություն Իրանի դեմ, անիմաստ է ունենալ ուղղակի բանակցություն։ Նշանակում է մենք տրվեցինք ձեր շանտաժի, ձեր ճնշման ու գալիս ենք ինչ որ մի բան խնդրենք։ Հիմա Իրանը ինչ անում, փորձում է բոլոր երկրների հետ ինչ որ ռիսկերը hedge անի։ Պեզեշկյանը հիմա այցն են պատրաստում Ադրբեջան, հանդիպումներ արաբների հետ եւ այս ուղղությամբ ես առնվազն չեմ տեսնում այսօր ակտիվ գործողությունը Տրամփի կողմից։ Եվ օրակարգը շատ կարևոր է, որ խոսում ենք Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները, շատ կարևոր հասկանալ ինչ օրակարգի շուրջ։ Պարզ է, որ Միացյալ Նահանգները այն ձևով չեն վերադառնա JCPOA-ի, որը կա։ Բայց ինչ են առաջարկում Միացյալ Նահանգները, սա իմ համար մեծ հարց է, որովհետև ես տեսնում եմ, որ Միացյալ Նահանգների մոտեցումը Իրանի դեմ հիմնվում է Նետանյահուի օրակարգում, եւ Իրանը պատրաստ չի քննարկել Միացյալ Նահանգների հետ այն օրակարգը, որը փաստացի այսօր Իսրայելն է առաջարկում իրենց։ Պարոն Մելքոնյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն ձեզ շատ։ Վերադառնանք, շարունակենք մի քանի վայրկյանից։